մեծ խանդավառությամբ կսպասեի, որ այդ հարցը ինձի տակ, որովհետև նոր զարգացումներ կան այսօր Բուլղարիո մեջ, ժողովուրդը միահամուռ ոտքի ելած է այն անարդարության դեմ, որ կգործվի այսօր Մայր Աթորի կողմէ իր արփանյակ Ռումանիո եւ Բուլղարիո առաջնորդ Դաթև արքեպիսկոպոսի ցերամբ Դժբախտաբար քերակուն հոգևոր խորհուրդ, որ երբեք պետք չէ նկատել օրինական կառույց, որովհետև ազգային եկեղեցական ժողովով ընտրված խորհուրդ չէ, այլ Քարեքին Գաթողիկոսի թելադրությամբ եւ հրահանգով մեջտեղ եկած մանգլավիկներ են, ժողովի որպես արդյունք հայտարարեցին, որ Արմեն Քահանա Մելքոնյան մտիկ չներ դեղույն առաջնորդը եւ իրեն դրված հրահանգներուն չհնազանդելու համար զինք գարկազուրկ կհրճագենք։ Նախ հարց կտանք, որ քերակուն խորհուրդ ըսվածը ով է, որ այդ ինքնին իրավունք կտա։ Գարկաբահության մասին խոսողը նախ ինքը օրենքը կհարկե։ Այս մարդիկը երբեք չեն հարկած, որովհետև Քարեքին Գաթողիկոս փռնագալ մնե, ուրիշ ոչինչ, եւ իր այդ փռնագալությամբ գրնագոր բարդատրել այդ մյուս մանգլավիկներուն, որ որոշում առնեն այնպիսի ազնիվ հոգևորականի մտեմ, որ այսօր 30 տարի ավելի գծարայ է ցերի սիրելիներ, ցերի մադի վրա կհամրվին այսպիսի արժանավոր եկեղեցականներ, բայց դժբախտաբար գարձեսին, որ իրենց գեղձ ու բադիր հրահանգով գրնան հուսահատեցնել բուլղարահայ քաղուտը, ոչ սիրելիներ, ընդհակառակը այսօր ամբողջությամբ ոտքի ելած է բուլղարահայ քաղուտը եւ գուզե ինքզին հերացնել այս ամփարտավաններեն, այս բռնագալներեն, որովհետև խորաբես կհավատան, որ եկեղեցին հոգևոր առաքելության գետրոն է եւ ոչ բռնադիրության գետրոն։ Այսօր Մայր Աթորը իր արփանյակներով մորցած է հոգևոր սնունդ չամփել իր ժողովրդին։ Բուլղարիան վերջին օրինակն է, սիրելիներ։ Դակավին մի քանի տարի առաջ Նիսի մեջ Ֆրանսան նույն բաղտնությունը ստեղծվեցավ։ Եվ Քարեքին Գաթողիկոս նույնիսկ համարձակություն ունեցավ դատարանի միջոցով հայտարարել, որ Նիսի եկեղեցին առաքելական եկեղեցի չէ։ Այսինչ հայտարարություն է վեապար։ Գերեբի դուք ձեր առակներուն հետևանքներու մասին գաղափար չունիք։ Ձեր ռազը սրբաբղծություն է եւ արիտ կուդակնայ, որ ձեր այդ մանգլավիկները նույնպես հետևին ցեզի եւ բաճար կդառնաք, որ հայ եկեղեցին ոչ թե դեպի անթունդ քլդորվի, արդեն ջահիջի մեջ է։ Ինչպես պիտի հանենք այս ջահիջեն հայ եկեղեցին եւ որ օր ցերեգով գբաջեք արժանավոր եկեղեցականներ, ըլլակտուկ, ըլլա Արամ Գաթողիկոս, նույն ցևով, բռնագալ դարձերեք, ուր է ձեր հոգևոր հայրությունը, ուր է ձեր հոգևոր առաքելությունը, գլսեմ, գշպվիմ ես, երկու կողմի միապաններուն հետ, բոլորն էլ փողոք ունին ցեզի դեմ, որովհետև բռնագալ եք, գգարձեք, որ դուք օրենք են վերեք, անանքայն քոյություն չունի, սիրելիներ։ Հայ եկեղեցին կանոնակություն ունի, ազգային սահմանադրություն ունի, յուրաքանչյուր թեմ իր կանոնակությունը ունի, ձեր կամքը չեք կրնար բարդատրել բոլորի վրա։ Ինչ ասել է Քարեքին Գաթողիկոս մեջ միազնի մեջ նստած, Լոս Անջելեսի մեջ կամ այլուր Բուլղարիայի համեստ զուխիմը քահանան ինքը պիտի որոշե։ Դուք իրավունք չունիք վեապար առնելու, խելելու այդ իրավունքը,
որ ժողովուրդը ունի։ Ժողովուրդը իրավունք ունի իր հոգևոր հովիվը ընտրելու։ Դուք չէ որ պիտի որոշեք։ Առաջնորդներու ցերքեն արած եք։ Եվ այս մանգլավիկ առաջնորդներն դակավի մեկը չլսեցի, որ փողոք ասելով, որ ես 40-30 տարվա եպիսկոպոս, արքեպիսկոպոս, թեմին առաջնորդ իրավունք ունիմ իմ քահանաս ընտրելու, որովհետև արժանիք մգտեցնեմ ես այդ անձին կողմը։ Դուք մայրաթորի մեջ նստած չեք կրնար որոշել և բարդատրել, թե ով ուր պիտի քահանայի կործե։ Անոր հետևանքն է այս բոլոր գարքազրկումները։ Այսօր 100-ը ավելի եկեղեցականներ, որոնց մեծ մասը արժանավորներ են, զրկված են հոգևոր առաքելության են։ Անոնց զրկելով կզրկեք ժողովուրդը, որովհետև ժողովուրդը բաբագ ունի, հոգևոր բաբագ ունի, այդ արժանավորները պիտի կային լիացնեին այդ բաբագը, բայց դուք անարժանապար այդ աթորին վրա նստած ցախ աչ սուր կջոջեք և կհեռացնեք այդ ամեղ արժանավոր պատրաստված եկեղեցականները և ասոնց վերջին զոհն է դեր Արմեն Քահանա Մելքոնյանը։ Վեհապարայր ծեր հայտարարությունը ամերիկյան 5 սենտնալ չարժեր, չսելու համար 1 սենտնալ չարժեր, որովհետև ժողովուրդը ընդունած է և այսօր գշարունակ է ընդունել և խուրներամ գլեցին է վարնայի եկեղեցին հոն ուր դեր Արմեն գբադարակ է։ Սա կնշանակ է, որ ժողովուրդը այլևս ցեզի կարևորություն չդար, որովհետև դեսած է, որ դուք հոգևոր հայր չեք, հոգևոր եղբայր չեք, դուք վաճառական եք, դուք մամոնայի սպասարկուներ եք, ուրիշ բան չեք, ցեզի համար ինչքն է, թրամն է, գալվածն է, մոմ ծախող եկեղեցականներ դարձած եք դուք։ Եվ այս բոլորեն ետքը գագնգալ եք, որ այս ժողովուրդը ցեզի հանդեպ հարկանք ունենա։ Ոչ վեհապարայր, այս ժողովուրդը ունի միայն հարկանք, երբ կտեսնե կորզնականապես, ոչ թե շրտնային ծառայություն, կորզնականապես կտեսնե, որ քահանան իր գողքին է և ամեն րոպե պատրաստ է ծառայելու իր ժողովրդին, որովհետև խորապես կհավատա իր առաքելության։ Ադորամարդ ձունգի եկած է խորանին վրա, որովհետև պատրաստ էր ծառայելու իր ժողովրդին։ Բայց դուք վեհապար մդրակով հեռացուցիկ այս արժանավորները։ Այսօր 100-ը ավելի կան անոնք։ Նույնը գնե Արամ Կաթողիկոս երեք ինձի ցանկ ղրգվեցավ Գիլիգյան միապանի մգողում է։ 20 հոգի ավելի հեռացված են կամ հեռացած են։ Արամ Կաթողիկոս ուր գերտակ։ Մեր օրերուն այսպիսի բան չկար։ Մենք Խորեն Կաթողիկոսի օրով, Զարե Կաթողիկոսի օրով լույս իջնե քերեզմանին։ Մենք ասանք բաներ չէինք լսած։ Սուր գջոջեք ցախ եւ աչ, մեղսեն այս երդասարտներուն։ Մեղ գնայ մեր ժողովրդին, որ իր փերնեն գդրած մայր աթորը եւ գամ Գիլիգյո աթորը գբահե ու բահբանե հանուն աբակային ի վերջո այս երդասարտությունը եկեղեցվո ջամփով իր ժողովուրդը համախմբված պիտի բահե հանուն այրենիքին 2.5 միլիոն հոն է 8 միլիոնը թուրսն է եկեղեցին ամեն անգամ գսենք այդ զորավոր շաղախող ուժը որ գրնա համախմբել իր ժողովուրդը բայց ադիկա գրնանել միայն եւ արժանավորներ աթորներու վրա նստած են եւ այս բոլոր պիտի կատարվին հանուն հայրենիքին փոքրիկ հայրենիք ունենք պիտի փրկենք եւ անոր զորավիկ պիտի գանքնի եկեղեցին այս հարիտով նաեւ գուզեմ հիշեցնել ցեզի Կարեկին Կաթողիկոս ինչ էր ծեր գազարած զարայությունը
որ դակավին անցյալ դարի նախագահ Պուտին ցեզ բարգեւադրեց շքանշանով, այսօր Գիրիլ Բադրիարքը ցեզի շքանշան գղրգե։ Ցեր չեմ ուզերսել, որ արժանիքին համար, բիդի ուսեյսել, ցեր որ ծարայության համար։ Հոգևոր ծարայություն, թե քաղաքական ծարայություն հրադիկա։ Այս նույն Գիրիլ Բադրիարքը ոչինչ ըսավ այն օրերուն, երբ մեր ժողովուրդը հայրենազրկվեցավ եւ արդակցվեցավ իր թարավոր հողերեն, Արցախեն։ Ոչինչ խոսեցավ Գիրիլ Բադրիարքը, թուգալ ոչինչ ասիկ, երբ Բաքուի մեջ Ալիև նախագահ Պուտինի ներկայության եւ դեղույն արքեպիսկոպոսի ներկայության ըսա որ Փարթողոմեոս Արաքյալը հայերուն չպատկանիր։ Մենք մեր լուսավորիչներուն դեր չենք կրնար գանել։ Ինչպես ես չդամ այդ հարցատրումը ցեզի վեհապար, ցեր որ ծարայության համար դվավ Գիրիլ Բադրիարքը այդ շքանշանը։ Դուք շքանշան պիտի սպասեք նախ դիրոշմե, որուն ծարայելու համար եկած եք տաշտ։ Եթե չեք հավատար, Սեր մեծակույն արժանիքներուն համար իր տնահատականը պիտի ժողովուրդը։ Եվ եկած է դեղմը, որ ժողովուրդը ամբողջությամբ գործընծուսած է հավատքը ոչ միայն եկեղեցու նկատմամբ, որ մեզի ցավ կպատճառե, այլ ծեր նմաններուն նկատմամբ, որոնք պետք է հերանան եկեղեցի են, երթան ապաշխարության եւ թողեն թաշտը արժանավորներուն։ Հասած է ժամանակը։ Բոլորանոնք, որոնք դակավին գգարձեն, որ աղոթադունը վաճառադուն է, լավ գլավոր գամովին հերանան, որովհետև ժողովուրդը դեղմը պիտի կա, պիտի չգարենա իր չիղերը զսվել եւ ցեզ ֆիզիկապես դուրս պիտի տնե այդ վայրերեն, որ դուք կգարձեք, որ ծեր սեփականություն է։ Դուք հայ ժողովրդի սրբությունը սրբաբղձեցիք ոչ միայն ծեր խոսքերով, այլ նաև ծեր գործունեությամբ։ Ժամանակը հասած է, որ դուք վերադեսության ենթարկեք, դուք ըսցես, օրենք է բարձր անց չգա։ Եկեղեցու կանոնակությունը պետք է հարգվի։ Այս առիթով նաև գոչ կուղեն բոլոր ըսպյուրքի մամուլին, որոնք ամենան հայոցին խնգարգելու համար վերջերս նորեն հայդարարություն դրած էին, որ քերակույն ժողովը որոշումներ արավ, ժողով տեղի ունեցավ, գարկմը որոշումներ, թեև հստակ ոչինչ կար այդ տեղը։ Ես կզարմանամ մեր մամուլին, խմպակիներն շատեր մոդեն գճաշտամ, Բայկարն է, նոր օրն է, մասիսն է, Արարատն է, Զարթոնքն է, բոլորն մոդեն գճաշտամ, խմպակիներուն հետ հաջախ կխոսիմ։ Երբ կխոսինք իրարու հետ գլուխ գլխի, դարբեր է ծեր մոդեզումը, բայց ինչու գխնգարգեք եւ որ քերակույն հոգեվոր ժողովը, որ այս բարակային անկանոն ժողովն է, այդ մասին գատրատարնակ ծեր մամուլի մեջ։ Ինքնախապեյություն է սիրելիներ։ Ինքնախապեյություն է, որովհետև այդ ժողովը կանոնական ժողով չէ, եւ դուք գիտեք ադիգա։ Չեմ գնարսել, որ դքեդեք դուք։ Ոչ ընդհանրակը քավլիցի։ Գիտագից եք, բայց գիտակցապար այս մեկը գնեք ինքնախապեյություն է ելելով, թե գագնալ եք օրմը, որ ես միածին երտան ծերալ գուրցկին շիկանշան մտնը։ Չի կարելի այս ժողովը կանոնական ոչ մեկ իրավունք ունի, որովհետև ասկային եկեղեցական ժողովով վավերացված քերակույն հոգևոր խորհուրդ չէ։ Կարեկին ատոգոս այդ աթորը բռնազավթել է իվեր, քանի երորդ փոփոխությունն է որ գնե։ Կանոնակություն կփոխե առանց ասկային եկեղեցական ժողովի։ Նույն ձևով բռնագալական դիրությամբ կփորձե թե մեր կանոնակությունները փոխել։ Սա հողեցավ
արևելյան Ամերիկայի արևելյան եզերքի կանոնակությունը փոխել, որտեղ ամերիկահայեր շատ ավելի խորաբես կհավատան օրենքի կերակայության, քան բռնագալիմը գդարած փոփոխություններով։ Չի կարելի վիապար ցախ աչ գմդրագե կարելի չէ եկեղեցին կանոնակրություն ունի պիտի հարկեք այդ կանոնակրությունը եթե չհարկեք ոչ ոք ցեզ պիտի հարկե պիտի կա ժամը այս ժողովուրդը չմոռնակ բարապտեղ չէ որ հայկական արածը գսե երբ որ ժողովուրդը ոտքի ելե թակավորներ վարգիչեցնե ալուր մնաց ամենայն հայոց հայրաբեդը ժամանակը հասած է որ ինքնամաքրման երթակ ապաշխարության երթակ փրկենք այս եկեղեցին որովհետև եկեղեցին քիչ առաջ ինչպես պարոն Չապարյանը ասավ մեր երկիրը բավական վերիվայրումներ գաբրե դուք ոնասյուններեն մեկնեք հայրենի երկրին ընդհանրակը գփորձեք դավար զառնել որովհետև ավելի խորդակվի ուր է ծեր հայրությունը չի կարելի չենք կրնար ընդունել ծեր այս վարկը Բուլգարիո քաղուտը իրավունք չունիք փոթորգելու որովհետև մինչև հիմա ցախողած եք եկեղեցական չղրգեցիք այդտեղը մի քանի հատ քող ավազակ ղրգեցիք որոնք կողոպտեցին երկիրը եւ հեռացան ակին շրջապերականներ ելած են այս մասին եւ այսօր գփորձեք թեմագանի ադենաբեդին գեցահարել որ Սոֆիայի մայր եկեղեցվո մեծակույն բարերարն է եւ երկար դարիներ է իվեր գծարայի եկեղեցվո չեմ զարմանալ վաղը ելեք հիմար հայտարարություն մնեք որ քեզ արաքելականեն գզերգեմ վեապար հայրաբեդ դուք խորհուրդներուն չեք հավատար չի կարելի ցերնատրված եկեղեցականի մսել որ այսուհետև թուն եկեղեցական չես անակ փանկոյություն չունի միան գրնակ ապաշխարության ղրգել զինքը կարելի է անցի մսել որ թուն այսուհետև մգրդված չես եթե այս բոլորը գնեք կնշանակե որ դուք ոչ եկեղեցու անտեպ հավատք ունիք ոչ օրենքի անտեպ հավատք ունիք ոչ ալ Աստծո առջև դուք հավատք ունիք ապա թե ոչ այս բոլորը պիտի չնեի ժամանակը հասած է թույլ տվեք որ այս ժողովուրդը ինչպես թարերու ընթացքին դեր կանգնած է իր եկեղեցվո այսուհետև վճռած է դեր կանգնել բոլոր անոնք որոնք պիտի խոչընդոտեն պիտի հեռացվին եկեղեցին Շնորհակալություն պարոն Մխիթարյան սիրելի ասկագիցներ իհայրենի եւ իսպիրս աշխարհի ինչպես կտեսնեք հայ ժողովուրդը զարթոնք կաբրի ինքնամաքրման գործընթացը գշարունակվի ավելի ուժեղ թափով որբեսի մենք հասնենք մեր ասկային իղծերու իրակորձման մեծ երազանքի իրակորձման իգադար ածելու հզոր Հայաստան այո հզոր Հայաստան ի երջանկություն հայասերներուն ի թշպախտություն հագահայերուն